Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչեւ 75% բացառիկ զեղչով։ Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայցադիմում է ներկայացրել կարգալույց հռչակված քահանա Ստեփան Ասատրյանի տեր Արամ քահանայի դեմ։ Հայցերից մեկով եկեղեցին պահանջում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Երևանի Արշակունյաց պողոտայի բնակարանը, այդ թվում բնակարանի բանալիները, վտարելով Ասատրյանին իր հետ բնակվող անձանց նշված բնակարանից։ Երկրորդ հայցով պահանջվում է պարտավորեցնել Ասատրյանին վերադարձնել եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող Հովանավանքի եկեղեցին, այդ թվում եկեղեցու բանալի արգելելով նրան մուտք գործել եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն եւ Ատյան։ Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսատ ժողովը հիշեցնեմ կայանալու է Հայաստանից դուրս Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում փետրվարի 16-ից 19-ը։ Հիշեցնեմ նաեւ, որ եպիսկոպոսատ ժողովը պետք է կայանար դեռ դեկտեմբերի 10-ից 12-ին։ Մայրաթորը հայտարարություն տարածեց, որ այն ժամանակավորապես հետաձգվում է հաշվի առնելով Հայաստանում տիրող ներկայ իրավիճակն ու եպիսկոպոսների խնդրանքը։ Իր հերթին Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման խորհուրդն է հայտարարություն տարածել, պահանջելով չեղարկել եպիսկոպոսատ ժողովը արտերկրում անցկացնելու որոշումը այն հիմնավորմամբ, որ այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդը անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017 թվականի եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից 4 տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021-ին։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են ամենայն հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը Մայրաթոր Սուրբ Էջմիածինն է, որը հայ եկեղեցու նվիրապետության կենտրոնն է, ճանաչված եւ քրիստոնյա աշխարհի եւ հայ եկեղեցու նվիրապետական աթոռների կողմից։ Որպես Մայր եկեղեցու հոգևոր կենտրոն, այստեղ են ձեռնադրվել բոլոր եպիսկոպոսները։ Իր անկախությունը ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայրաթոր Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսատ ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել եւ այդ որոշումը հիմնավորված չէ։ Որևէ մեկը իրավունք չունի նման կարևոր ժողովը օտար երկիր տեղափոխելով հեղինակազրկելու Մայրաթոր Սուրբ Էջմիածինը եւ վարկաբեկելու հայոց պետականությունը, ասվում է հայտարարությունում։ Այժմ զրուցելու եմ քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանի հետ։ Ողջույն պարոն Առաքելյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, պարոն Ոսկանյան, շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես, պարոն Առաքելյան, թոփ թեմաներից մեկը այսօր որ հիմա քննարկվում է, ես ներկայացրեցի, սկսենք սկզբից, ընտրական օրենսգիրք փոփոխություններ, լրացումներ եւ այլն, խոսքը դիտորդական առաքելություններ իրականացնող մարմինների, հասարակական կազմակերպությունների մասին է։ Սա իհարկե շատ ավելի թափանցիկ եւ իրավական է դարձնում այս կառույցների գործունեությունը, որովհետեւ օրինակ մենք ունենք շատ նախադեպեր եւ համապետական ընտրությունների եւ թիմ ընտրությունների մակարդակում, երբ այս կամ այն շարժումը, որը գրանցվում է եւ գնում է դիտորդական առաքելություն իրականացնելու, ոչ միայն բուն ընտրությունների քարոզարշավի օրը, այլ առհասարակ, իրականացնում են կոնկրետ ուժի քարոզարշավ եւ հակաքարոզչություն կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ։ Հետեւաբար այս օրենքը քիչ թե շատ կանոնակարգում է այս անճշտությունները կամ իրավական բացերը։ Մյուս կողմից կա ընդդիմություն, որը դեմ է արտահայտվում սրան։ Պատճառներից մեկը, օրինակ, մենք կարող ենք շատ ամենաակնհայտ պատճառներից մեկը բոլորին հայտնի, օրինակ նույն հայաքվե նախաձեռնությունը, որի ֆինանսական թափանցիկության վերաբերյալ տեղեկություններ չկան, որի գովազդները սոցիալական ցանցերում տարին 12 ամիս հեղեղված են, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնում միաժամանակ ջատագովելով կոնկրետ քաղաքական ուժերի ու նման բաների։ Ինչու՞ն է խնդիրը, եթե մենք ընտրական process-ների կարգավորման ճանապարհով ենք գնում, առավելևս սա հանրային պահանջ է, որը դեռ 2018 թվականից ձևավորված է։ Ես կոնկրետ ոչ մի խնդիր դրա մեջ չեմ տեսնում, քանի որ դա համապատասխանում է յուրաքանչյուր ժողովրդավարական կառույցի նորմերին եւ ինչքան ավելի թափանցիկ լինի այդ նախընտրական շրջանը եւ ընտրությունների կոնկրետ ժամանակահատվածը այնքան ավելի լավ ժողովրդավարության համար, այսինքն ավելի լավ ժողովրդի համար, որը որ իր քվեն պետք է արտահայտի եւ տեղ հասցվի եւ այն խոչընդոտները, որոնք որ դրան կարող են խանգարել, պետք է բնականաբար վերացվեն։ Ինչը եւ որոշ չափով տեղի ունեցավ այդ օրենքի շնորհիվ եւ կարծում եմ, որ այդ օրենքը տեղի էր, նամանավանդ այն պայմաններում, երբ
գիտենք բոլորս, որ Ռուսաստանը հսկայական գումար է հատկացրել, այսպես ասած, փափուկ ուժի համար, իսկ իրականում դա թե նույն ընտրակեղծիքների, թե ինչ-որ տարբեր քաղաքական ուժերի սատարման համար եւ դա ուղղակիորեն Մոսկվայի խառնվելն է մեր ընտրաշավի մեջ, մեր ընտրական համակարգի մեջ, այն ինչ որ Ռուսաստանը բազում անգամ արդեն արել է տարբեր ուրիշ երկրներում, այն թվում եւ Հայաստանում, բայց նույնիսկ Միացյալ Նահանգներում, ինչպես մենք գիտենք, տարբեր եվրոպական երկրներում, դա ընդունված իրենց կողմից արդեն աշխատած սխեմա է եւ այդ նախագծով իրենք փորձում են հիմա ինչ փորձում են, այսինքն այդ գումարների հատկացմամբ փորձում են խառնվել մեր ընտրությունների մեջ։ Դա մեր կողմից ինչ որ պաշտպանական քայլ համարենք, որպեսզի նվազեցնենք այդ հնարավորությունները, ընդհանրապես ցավոք սրտի ընդհանրապես նվազեցնենք։ Ազդեցությունը ամեն դեպքում տեղի ունենալու եւ մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Այսինքն ընդդիմության այն պնդումը, որ իշխանությունը սրանով նաև փորձում է ընտրական process-ները վերահսկել, տեղին չէ։ Բայց ընտրական process-ները որոշ տեսակետից պետք է վերահսկվեն, որովհետև եթե ընտրությունների մեջ մասնակցող ուժերը ֆինանսավորվում են արտասահմանից եւ ֆինանսավորվում են հակապետական ուժերի կողմից, դա պետք է դադարեցվի։ Եվ դրա դեմ պետք է ինչ-որ գործողություններ արվեն, այն ինչ-որ տեղի ունեցավ, ուրիշ ոչ մի բան։ Ես դրա մեջ էլ եմ ասում, ես ոչ մի վատ բան բացի լավից չեմ տեսնում։ Մասնավորապես ռուսական հնարավոր, այսպես ասենք, միջամտության մասին խոսեցիք։ Ռուսական կողմը վերջերս էլ արտգործնախարարի մակարդակով էր հերքում եւ տարակուսանք հայտնում, որ Հայաստանում բարձրագույն իշխանության ներկայացուցիչների մակարդակով սլաքներն ուղղվում են դեպի Մոսկվա հնարավոր միջամտությունների կամ հիբրիդային հարձակումների կազմակերպման տրամաբանության մեջ։ Ռուսաստանը մի օրինակ բերեց Սերգեյ Լավրովը, ասաց այն, որ Եվրամիությունը Հայաստանին օգնում է այդ հարցում փող է տալիս եւ այլն, եւ շատ են խոսում մոլդովական սցենարի մասին։ Լավրովն ասաց Մոլդովայի նախագահը լեգիտիմ չէ, սա է եվրոպական փորձը, որը փորձում են կիրառել նաեւ Հայաստանում։ Ըստ Մոսկվայի տեսակետի, բոլոր այն ուժերը Եվրոպայում եւ ընդհանրապես աշխարհում, որոնք որ հարմար չեն Մոսկվային, իրանք բոլորը լեգիտիմ չեն։ Ну, ամենայն դեպս այդ միտքը իրանց մոտ ես համոզված եմ, որ կա։ Եվ բնականաբար իրենք ամեն ինչ կանեն եւ կխոսեն, բայց այդ խոսակցություններին ես ճիշտ ասած մեծ ուշադրություն չի դարձնի։ Այդ Մոսկվան արդեն այն աստիճանի է ինքն իրեն վարկաբեկել այդ պարագայում, որ ընդհանրապես խոսալու, այսպես ասած, տեղ չունի։ Ռուսաստանում ընտրությունները կեղծվում են, Ռուսաստանում ոչ մի ժողովրդավարության նշուր անգամ չի մնացել, Ռուսաստանում նշանակվում են բոլոր բարձր արտիանների, ասենք, գուբերնատորները կամ քաղաքապետները կամ եւ այլն, դա արդեն ոնց ասեմ, դա հնչեցնում են այն մարդիկ, այդ խոսքերը հնչեցնում են այն մարդիկ, որոնք որ շատ հեռու են ընդհանրապես ժողովրդավարական համակարգից եւ լուրջ ընդունել կամ ինչ-որ հաշվի առնել իրենց ինչ-որ հնչեցրած հերթական այդ օպուսները պարզապես ծիծաղելի է եւ անմիտ է։ Այսինքն ուշադրություն պետք չի դարձնել իրենց վրա, մեր խնդիրն է այսօր, որպեսզի մենք կոնկրետ մեր երկիրը կարողանա պաշտպանի իր դեռ երիտասարդ ժողովրդավարությունը եւ մեր խնդիրն է, որպեսզի մեր ժողովուրդը կարողանա իր քվել իր ձայնը լիարժեք կերպով, ինչքան հնարավոր է, արտահայտի ընտրությունների ժամանակ։ Եվ ես հուսով եմ, որ դա այդպես էլ կլինի, եթե մենք ճիշտ գործողությունների դիմենք եւ ժամանակին կարողանանք արձագանքենք նման ինչ-որ ոտնձգությունների։ Պարոն Արաքելյան, ռուսական կողմի նմանատիպ հայտարարությունները բնականաբար մեզ մոտ բուռն արձագանք են գտնում, գուցե նաև շատ այն պարզ պատճառով, որ Հայաստանի Հանրապետությունը այդ իմաստով գուցե խոցելի է, ինչու, որովհետև այստեղ կա ռուսական եւ քաղաքական, եւ ֆինանսական, եւ տնտեսական ներկայություն, եւ դրանք կարծես թե ավելի շատ հնարավորություն են տալիս գործելու եւ այդ
հնարավոր միջամտությունները կազմակերպելու կամ ինչու՞ չէ ընտրական process-ները փորձել ապալեգիտիմացնելու, հա, մասով։ Հետևաբար ըստ ձեզ Մոսկվան փորձելու է ամեն գնով ապալեգիտիմացնել Հայաստանի սպասվող ընտրական գործընթացները։ Գիտեք, ես կարծում եմ, որ հարցը ոչ թե ապալեգիտիմացման մասին է, այլ իշխանությունը զավթելու մասին է ավելի շատ Մոսկվայի կողմից։ Եվ Մոսկվայի վերջնական նպատակը ոչ թե ինչ-որ քարկոծելն է, այլ հենց իշխանությունը գրավելն է Հայաստանում։ Քանի որ այսօրվա իշխանությունները, թեպետ դուք ճիշտ նշեցիք, որ մեծ կախվածության մեջ են գտնվում Ռուսաստանից, թե տնտեսական, թե քաղաքական տեսակետից, եւ թե տարբեր լոգիստիկ հնարավորությունների, էներգոկիրների եւ այլն, մենք մեծ կախվածություն ենք ստեղծել, մենք ասելով մեր անցյալ նախագահները, որոնք որ նշանակած դրացու նախագահներ են եղել, իրենք արեցին ամեն ինչ, որպեսզի մենք 100%-ից կախվածության մեջ լինենք Մոսկվայից ընդմիշտ։ Հիմա քայլ առ քայլ մենք փորձում ենք ինչ-որ կերպ այդ կախվածություններից ազատվել եւ Մոսկվայի դուրը դա բնականաբար չի գալիս։ Եվ Մոսկվան ամեն ինչ անում է, որ այդ կախվածությունը ել ավելի խորացվի։ Բազում անգամ հիմա նշում են, որ առևտուրը աճել է Ռուսաստանի հետ։ Դե աճել է, դա լավ կյանքից չէր մեր մոտ, որ աճել է, քանի որ մենք ուրիշ այսօրվա դրությամբ լայն լոգիստիկ հնարավորություններ չունենք եւ մեր տնտեսական արտադրանքը, տնտեսական մեր հնարավորությունները ավելի շատ կապված են Ռուսաստանի հետ, ցավոք սրտի։ Եվ մենք բազում անգամ խոսել ենք դիվերսիֆիկացիայի մասին, որպեսզի մեր երկիրը ստանա նաև հնարավորություն դուրս գալու նաև արևմտյան շուկա եւ որոշ չափով փոքրիկ քայլերով ինչ որ բաներ տեղի են ունենում, բայց ամեն ինչը կախված է հայ-թուրքական սահմանից։ Եվ կարծում եմ, որ այդ դիվերսիֆիկացիան ինքը ավելի լայն ձևով կսկսի աշխատելը միայն այն պարագայում, երբ բացվի լիարժեք կերպով բացվի հայ-թուրքական սահման, այսինքն մենք ցամաքային ճանապարհ ունենանք դեպի Եվրոմիություն։ Մինչ այդ ծանրացնել եւ ընդհանրապես խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ շատ ծանր հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի տնտեսության համար եւ դա պարզ է եւ կարծում եմ որ Ռուսաստանը դա ազգում է որ մենք այդ մտավորները ունենք եւ հիմա փորձում են ինչ-որ չափորներ ստեղծել կամ փորձում է ինչպես ասացի հեղաշրջում կամ ինչ-որ իշխանությունը գրավել ավելին որպեսզի մենք մեր ուղին էլ չկարողանանք փոխել դեպի արևմուտք։ Բայց ինչ խոսք արևմտյան շուկան, բացի հələ նույնիսկ քաղաքական ինչ-որ դրդապատճառներից արևմտյան շուկան մեր համար բնականաբար ավելի նախընտրելի է, ավելի հարուստ է, ավելի մեծ է, ավելի լայն հնարավորություններ է տալիս մեր ձեռնարկություններին։ Բնականաբար մեր ձեռնարկություններն պետք է իրենց կողմից լուրջ քայլեր ձեռնարկեն, որովհետև ավելի մրցունակ ապրանք պետք է արտադրեն եւ ավելի մրցունակ շուկա պետք է ներմուծեն այդ որը որ բնականաբար այդ շուկան տարբերվում է ռուսական շուկայից։ Մի խոսքով այդ բոլոր բանականները հավաքելով միտեղ մենք հասկանում ենք, որ մենք հիմա կանգնած ենք մի մեծ խաչմերուկի առջև եւ այդ որոշումները հիմա մեկը մյուսի հետևից պետք է ընդունվեն եւ կյանքի իրագործվեն։ Եվ պարոն Առաքելյան, մի թեմայի մասն խոսենք, մասնավորապես եպիսկոպոսաց ժողովը, որը պետք է կանա Ավստրիայում, որ բուռն քննարկումների տեղիք է տվել, եւ սրա հետ նաեւ հաշտ չեն տարբեր դասի եւ կարգի եկեղեցականներ, նաեւ մի հետաքրքիր բան այսօր հայտնի դարձավ, որ Մայրաթոռը դատական հայց է ներկայացրել Տեր Արամի դեմ, որպեսզի նա դուրս գա այն բնականից, որ եկեղեցին էր նրան տվել, որտեղ ապրում էր եւ այլն, եւ ասում են, որ դա եկեղեցու սեփականությունն է, բայց
բայց նույն Մայրաթորը եւ նրա ներկայացուցիչները, այսինքն կաթողիկոսի մտերիմ շրջապատը, բավականին դժկամությամբ եւ քննադատորեն ընդունեցին այն օրենսդրական նախաձեռնությունները, ըստ որոնց Հայաստանին են եւ Հայաստանի տնօրինությանն են պատկանում բոլոր գույքերը, այդ մշակութային ժառանգություն եւ այլն, եւ դա այսինքն այն տրամաբանության, որ դրանք չեն կարող պատկանել զուտ մեկ անձի, դրանք պատկանում են ժողովրդին, հա, նրանք դեմ էին արտահայտվում, բայց հիմա իրենք հայց են ներկայացրել, ասում են, չէ, դա մեր սեփականությունները, որտեղից դուրս արի, հենց դա մերն է։ Մի դեպքում դա ընդունելի տարբերակ է, մյուս դեպքում ընդունելի տարբերակ չէ։ Կխնդրեմ անդրադառնալ Մայրաթորի իդեմս կաթողիկոսի կողմից իրականացվող քայլերին եւ բնականաբար եպիսկոպոսատ ժողովի սպասվող, հա, ժողովի հնարավոր արդյունքներին, քանի որ տարբեր հոգեվորականներ արդեն իսկ հայտարարում են, որ արդեն իսկ ժողովի արդյունքների մասին տեքստը պատրաստ է առանց ժողովի դեռևս կայացած լինելու եւ նշում են, որ այն բացառապես քաղաքական բնույթ է կրում։ Շարժառիթներից մեկն էլ ասում են այն է, որ հնարավոր լինի նաև ապահովել կաթողիկոսի եղբոր Եզրաս arczepiskopos Ներսիսյանի ներկայությունը այդտեղ։ Գիտենք, որ նա ուկրաինական իշխանությունների կողմից հետապնդվող անձ է համարվում, Հայաստանում նրա նկատմամբ կարծես հանրային հայտնի իրավական պրոցեսներ չկան, չգիտեմ։ Դե առաջինից սկսենք։ Բանը նրանում է, որ Կտրիչ Ներսիսյանը եւ իր մտերիմները, որոնք որ աստորեն զավթել են հայ առաքելական եկեղեցին, դիտարկում են այդ եկեղեցին իբրև իրենց սեփական բիզնես։ Որպես իրենց սեփականությունը, հա, դրա մասին խոսում է տարբեր ինչ-որ ինֆորմացիաներ, որոնք որ լույս են տեսել այս տարիների ընթացքում, որ անձնական հաշիվների վրա գումարներ են հայտնաբերվել օֆշորային հաշիվներով, օֆշորային ինչ-որ երկրներում, որ իրենք ընդհանրապես վերաբերվել են, որ եկեղեցու ունեցվածքին այնպես, որ նույնիսկ հաշվետվություն չի ներկայացվել, հաշվետվություններ չեն ներկայացվել մեծ ինչ-որ պրոյեկտներ իրականացնելու ժամանակ եւ այդ գումարները որտեղից են իրենց մոտ կայացել։ Դա հարց է, որը որ պետք է բարձրացվի եւ այդ հարցը, որի պատասխանը պետք է իրենք տան։ Ես համոզված եմ, որ իրենք այսօր պատրաստ չեն եւ հասկանալով պատրաստ չեն այդ պատասխանները տալու, քանի որ պատասխանները իրենք պարզապես չունեն, թե ուր են գնացել այն հսկայական գումարները, որոնք որ իբրև բարեգործություն իրենք հավաքել են աշխարհով մեկ հայությունից եւ իրենք նաեւ պատճառներից մեկը, որ իրենք այդպես նույն Կտրիչ Ներսիսյանը այդպես պինդ կապված է իր գայի հետ եւ իր աթոռը ոչ մի դեպքում չի զիջի ոչ մեկին եւ չի հեռանա, նաեւ որ իրենք այդ խնդիրների արկայության մասին քաջատեղյակ են եւ վաղը մյուսօրը այդ ինֆորմացիան ջրի երես կբարձրանա եւ բաց կդառնա, թե ինչքան գումարներ են, ամենայն դեպս մի մասը գումարների, ինչ որ կարողանան համապատասխան օրգանները գտնեն, այդ գումարների մի մասը ոնց է իրացվել իրենց կողմից անձնական իրենց շահերի համար։ Ինչ վերաբերում է այդ բնակարանի կամ մնացած գույքի մասին, որը որ պատկանում է հայ առաքելական եկեղեցուն, բայց կներեք հայ առաքելական եկեղեցին են պատկանում է հայ ժողովրդին եւ այս պարագայում մի քիչ ոչ թե մի քիչ այլ դա սխալ ընկալում է իրենց այն process-ների, որոնք որ հիմա տեղի է ունենում Հայաստանում, ընկալում են իրենք սխալ, հենց ես նկատի ունեմ այսօրվա իբրև թե եկեղեցականները։ Իրենք ելի եմ կրկնում, իրենք վերաբերվում են մեր եկեղեցուն ոչ թե ինչ-որ հոգևոր արժույթի, այլ իբրև բիզնես համակարգի։ Եվ այդ խնդիրը, եթե մենք չվերացնենք, մենք պարզապես կկորցնենք մեր եկեղեցին եւ արդեն մենք տեսնում ենք, որ մեր ժողովրդի հսկայական մի մեծ զանգվածը թերահավատով է վերաբերվում մեր եկեղեցուն։ Շնորհիվ նման անձնավորությունների, որոնք որ եկեղեցի անունը պղծել են եւ եկեղեցու կանոնները պղծել են եւ արել են ամեն ինչ իրենց սեփական հարստանալու մեծ
ֆինանսական հնարավորություններ դիզելու համար։ Գաղտնիք չի ոչ մեկի համար, որ մեր եկեղեցում կա մի լավ շերտ եկեղեցականների, որոնք որ շատ մեծ ֆինանսական եւ տնտեսական հնարավորություններ ունեն։ Եվ այսօր պայքարը հենց այդ մարդկանց դեմ է։ Իբրև այն բանի համար, որպեսզի եկեղեցին մաքրվի։ Այն ինչ որ վերաբերվում է համաժողովի մասին, թե տեղը ընտրելու մասին, կարծում եմ այդ տեղը ընտրվել է Մոսկվայում։ Դա իմ կարծիքն է, քանի որ ընդհանրապես Ավստրիան շատ հարմար հարթակ է եղել միշտ եւ կա ռուսական գաղտնի ծառայությունների համար եւ ոչ միայն գաղտնի ծառայությունների համար, այլ նաեւ կրիմինալ տարբեր շերտերի համար, որոնք ուղղակիորեն կապված են այդ գաղտնի ծառայությունների հետ եւ շատ հարմար հարթակ է այն բանի համար, որպեսզի տեղում հնարավորություն լինի ճնշում գործադրել այդ համաժողովի մասնակիցների վրա տարբեր պարագաներում եւ ինչը որ դժվար կլիներ կամ հնարավոր չէր լինի իրականացնել Հայաստանում, բայց ինչպես դուք ճիշտ նշեցիք, դա կանոնակարգի խախտում է։ Նման ժողովները չպիտի տեղի ունենան արտասահմանում։ Դա պետք է այդ ժողովները պետք է ունենան եւ միշտ կատարվել են Հայաստանի ներսում ժողովրդի մեջ, որպեսզի ժողովուրդը դրա ականատես լինի, ոչ թե ինչ-որ փախած մի երկրում, որպեսզի տափուկ ինչ-որ որոշումներ ընդունեն եւ գուցե եւ արդեն պատրաստ որոշումները կյանքի կոչեն, իբրև թե կյանքի կոչեն եւ ելեմ կրկնում դա հերթական անգամ Կտրիշ Ներսիսյանի եւ իր մտերիմների կողմից դա եկեղեցական կանոնակարգերի խախտում է, ինչը խոսում է եւս մեկ անգամ հաստատում է այն փաստը, որ այդ մարդիկ մեր հայ առաքելական եկեղեցու հետ բացարձակ ոչ մի կապ չունեն։ Շնորհակալ եմ, պարոն Առաքելյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս քաղաքական վերլուծաբան Բագրատ Առաքելյանն էր։ Այժմի համար այսքանն ենք նախատեսել եւ հենց նոր տեղեկություն տարածվեց Մայրաթորից, որ այսօր Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույց է հռչակվել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան գերաշնորհ Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, կարգալույցի գեղեցականը այսուհետ կդասվի աշխարհականների շարքին։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, մնացեք առաջինի հետ։